Բարև ձեզ հարգելի Facebook-յան եւ ոչ միայն Facebook-յան ընկերներ, բարև երկիր, բարև ազգ, բարև ժողովուրդ։ Այսօր եկեք խոսենք արտաքին քաղաքական, աշխարհ-քաղաքական հարցերի շուրջ, եկեք վերլուծություն անենք Իրանի հետ, Իրանի շուրջ տեղի ունեցողի եւ Իրանի ներսում տեղի ունեցող գործընթացների մասին։ Եվ ես ուզում եմ այս իմ եթերը լինի մեզ համար աչքերը բացելու, ավելի լուրջ, ավելի նուրբ հաշվարկներ անելու, մեր արտաքին քաղաքական ուրեմն սպառնալիքները կանխատեսելու ուղիղ եթեր։ Սովորաբար միշտ եւ հիմա էլ ասում են, որ առանց ներքին հզորության մենք չենք կարող լուրջ արտաքին հարաբերություններ ունենալ։ Լավ դաշնակից ունենալը լավ բան է, բայց գիտեք, լավ դաշնակիցները ճլորած սուբյեկտներին, ովքեր նույնիսկ սուբյեկտ չեն, այլ օբյեկտ են, չեն ուզում վերաբերվել արժանապատիվ ձևով լուրջ վերաբերվել։ Եվ եթե մենք ուզում ենք, եթե Հայաստանն ուզում է, որպեսզի ունենա լավ դաշնակիցներ, լուրջ դաշնակիցներ, ունենա պատասխանատու հարաբերություններ, ապա Հայաստանը պետք է ինքն իրենից լուրջ բան ներկայացնի, ինչը հնարավոր է միայն ներքին մոբիլիզացիայի, պետական, քաղաքական, իրավական, սոցիալական, տնտեսական համակարգերն ու ինստիտուտները կայացնելու ճանապարհով, այլ կերպ հնարավոր չի։ Այսինքն, եթե դուք մտածում եք, հեսա կանդրադառնամ Իրանին, եթե դուք մտածում եք, կամ եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մի լավ աշխարհ-քաղաքական հովանավոր կգտնենք եւ այլևս ոչինչ անել պետք չէ, կմուֆտենք անվտանգությունը, ապա դուք չարաչար սխալվում եք, հարգելիներս, միայն կայացած, ձևավորված, կազմակերպված Հայաստանի Հանրապետությունը կարող է վստահություն ներշնչել այլոց մոտ եւ լինել գործընկեր կամ դաշնակից։ Հիմա գանք Իրանին, ինչա տեղի ունենում Իրանի հետ, այսինքն ես այսօր, այսպես ասած բացառության կարգով կխոսեմ արտաքին քաղաքականությունից, մեր ներքին կառուցակարգերը մի կողմ թողնելով, որպեսզի դուք տեսնեք, թե ինչա տեղի ունենում Իրանի հետ։ Ուրեմն պաշտոնապես հայտարարեցին, որ գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացրել են ամերիկացիները, այսինքն Ամերիկան եւ Իսրայելը, գիտեք, օդային հարվածներ է հասցնում եւ լիկվիդացրել են գերագույն հոգևոր առաջնորդին եւ բարձրաստիճան հրամանատարների, զինվորական հրամանատարների։ Սակայն տառացիորեն 4 օր, 3 օր առաջ Ժնևում ավարտվեցին ամերիկա-իրանական բանակցությունները, որոնք կարծես թե մեզ լավ հույս էին ներշնչում, որովհետև թե ամերիկացիները, թե Իրանի ներկայացուցիչները հայտարարել էին, որ առկա է բանակցություններում դրական տեղաշարժ։ Կարծես թե պատերազմը մի կողմ էր գնում։ Մարդիկ ասում էին, որ կա դրական տեղաշարժ։ Ավելին, քանի որ միջնորդ երկիրը այս բանակցություններում, միջնորդ կողմը այս բանակցություններում Օմանն է, Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, ես ցիտում եմ բառացի ցիտում եմ, ուրեմն ասում էր աննախադեպ կերպով կողմերը բաց են եղել նոր ու ստեղծագործ գաղափարների եւ լուծումների համար։ Այսինքն նույնիսկ աննախադեպ փոխադարձ ընկալում է եղել նոր եւ ստեղծագործ կրեատիվ լուծումների համար։ Բա ինչ եղավ հանկարծ, որ բանակցությունների նույնիսկ հայտարարվում էին, որ եկող շաբաթ, այսինքն գալիք շաբաթ Վիեննայում պիտի շարունակվեն բանակցությունները։ Բայց հանկարծ արի ու տես, որ Ամերիկան եւ Իսրայելը ավիահարվածներ հասցրեցին, հարձակվեցին Իրանի վրա։ Նախ եկեք սկսենք մի կարևոր կետից։ Պատերազմ է սա արդյոք թե ոչ։ Սա կարևոր հարց է։ Շատ կարևոր հարց է, սա պատերազմ է թե ոչ։ Գանք Միացյալ Նահանգների տեսանկյունից, ինչու որտեղ այդտեղ հեշտ է օրենքով ստուգել։ Ուրեմն ըստ ԱՄՆ սահմանադրության առաջի հոդվածի
եթե չեմ սխալվում, 8-րդ կետն է կամ բաժինն է, նշված է, որ միայն կոնգրեսը իրավունք ունի պատերազմի համաձայնություն, թույլտվություն տա գործադիր իշխանությանը, այսինքն նախագահին, այսինքն զորքերի գերագույն հրամանատարին։ Միայն կոնգրեսը։ Իրանի վրա հարձակումը ամենևին չի քննարկվել ԱՄՆ կոնգրեսում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ առնվազն Ամերիկայի համար սա պատերազմ չի։ Նույն ԱՄՆ սահմանադրությունը եւ նրանք ունեն, եթե չեմ սխալվում, 1973 թվականին ընդունված բանաձև, ըստ որի նախագահը իրավունք ունի որոշակի սահմանափակ ռազմական գործողություններ իրականացնի, եթե դա վերաբերվում է արտաքին քաղաքականությանը ու երկրի շահերին կամ երկրի անվտանգությանը, ԱՄՆ շահերին եւ ԱՄՆ անվտանգությանը։ Այսինքն Ամերիկայի տեսանկյունից սա պատերազմ չի, այլ սահմանափակ ռազմական գործողություն, որով իրենք լուծում են իրենց արտաքին հարաբերությունները։ Դա նախագահի լիազորությունների տիրույթում է։ Եվ խնդրեմ, գանք Իրանի կողմից։ Ինչպես անցած ամռանը 12 օրյա պատերազմի ժամանակ էլի Իսրայելն ու Ամերիկան ավիահարվածներ էին հասցրել Իրանին, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա կարևորագույն տնտեսական, այսինքն ռազմավարական տնտեսական ենթակառուցվածքներին դա նավթի վերամշակումն է, գազի հետ կապված կայաններն են, խոշոր մի քանի հզոր կայաններ կան Իրանում, դրանցից եւ ոչ ոքին լուրջ վնաս չի հասցվել։ Այսինքն եթե Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ուզենային, ապա կարող էին մեկ օրվա մեջ այնպես պարալիզացնել իրանական տնտեսությունը, որ 80 միլիոն մարդ ուղղակի կմնար առանց էներգիայի։ Ընդհանրապես։ Դա նրանց իհարկե բարի կամքը չի, որովհետև այդ նույն էներգակիրները ծառայում են Չինաստանին, այսինքն նման հարված հասցնելու համար դա նշանակում է նրանք հարված են հասցնում ուղիղ կամ միջնորդավորված հարված են հասցնում Չինաստանի շահերին։ Կարելի է ենթադրել, որ սա է պատճառը, որ ահա այդպիսի լուրջ վնասող հարված չեն հասցրել, բայց ինչին են հարվածում։ Հարվածում են հրամանատարությանը, ռազմական, հենց կոնկրետ թիրախային եւ հարվածում են հոգեվոր գերագույն իշխանությանը։ Իդեպ պատերազմին նախորդել էր Աղվանստանի եւ Պակիստանի միջև սահմանային բախումը, լուրջ բախում էր, մեծ բախում էր, ավիացիայով, հրետանիով։ Սա էլ էսպես։ Եվ նախորդել էր եւս մի այսպես իրադարձություն, Հնդկաստանի վարչապետը հյուրընկալել էր, այսինքն գնացել էր, հյուրընկալվել էր Իսրայելի վարչապետի կողմից։ Իսրայել երկար տարիների ընդմիջումից հետո Հնդկաստանի եւ Իսրայելի հարաբերությունները միանշանակ չեն հարգելիներս։ Բայց տեղի է ունեցել եւ այսպիսի մի այց։ Հիմա հատ այս ամեն ինչը դասավորենք, տեսնենք ես ինչ է կատարվում այ մարդ։ Մարդիկ հայտարարում են, որ բանակցություններում արկա է առաջընթաց, մեկ էլ հանկարծակի պատերազմ, որին նախորդում է Պակիստան, Աֆղանստան ռազմական բախումներ եւ նախորդում է դրան Հնդկաստանի եւ Իսրայելի վարչապետների բանակցությունները։ Եվ ինչքանով այս ամեն ինչը կապ ունի մեզ հետ։ Ես ենթադրում եմ, եթե ընդունենք, որ բանակցությունները Ժնևում իրոք որոշակի առաջընթաց էին ապահովել։ Ինչ է կարծում այդ բանակցությունների առաջընթացին։ Ով պիտի խանգարեր։ Կարային լինեին խանգարողներ։ Կարող են լինել խանգարողներ։ Համաձայն եք, որ Իրանում կա առնվազն երկու քաղաքական թև՝ առաջադեմների եւ պահպանողականների, կամ պրագմատիկների եւ արմատականների, ռադիկալների։ Կընդունեք, որ այդպիսի բան կա եւ սա բազմիցս է հայտարարվել։ Այդ թվում արտգործնախարարի մակարդակով, չգիտեմ, նախագահի ընտրությունների հետ կապված Իրանում ներքաղաքական առնվազն երկու թև կա։ Մեկը այաթոլայի շուրջ եւ հեղափոխության պահապանների կորպուսի շուրջ հավաքված արմատականներն են, պահպանողականներն են, մյուսը առաջադեմ եւ պրագմատիկ թևը, որոնցից է այսօրվա նախագահը։ Հա, Փեզեշքյանը
այս առաջադեմ թևից է։ Եթե ուշադիր նայենք ինչ է անում Միացյալ Նահանգները այս տարիների ընթացքում, սկսած Ղասեմ Սուլեյմանի լիկվիդացիայից, նա թուլացնում է արմատականների, պահպանողականների դիրքերը։ Ղասեմ Սուլեյմանին հրամանատարն էր հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարն էր։ Սկզբում լիկվիդացնում են Ղասեմ Սուլեյմանին։ Հետո նախագահ Ռայիսին վթարա տեղի ունենում։ Սա կարակ համարեք դավադրության տեսություն, լուրջ չընդունեք, բայց փաստը մնում է փաստ, որ այս արմատական պահպանողականների թևից նախագահ Ռայիսին ուղղաթիռով վթարի է ենթարկվում։ Հետո գալիս է արդեն այս առաջադեմների թևից Փեժեշքյանը որպես նախագահ։ Ամռանը հարձակումների մի զգալի մասը հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների լիկվիդացվեցին, մի զգալի մասը, եւ զգուշացրեցին, որ կարող էինք նաեւ այաթոլլային չեզոքացնել, բայց դա չարեցինք, դա զգուշացրեցին ամռանը։ Այնուհետև վերջին մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցավ ժողովրդական միտինգներ, ցասում, բողոքներ, հենա հեղափոխություն էր տեղի ունենում։ Ինչպես պատասխանեց մեր հարևան Իրանի իշխանությունը, ուղղակի գնդակահարեց հազարավոր մարդկանց։ Իրենց ներքին գործնա մենք կարող ենք գնահատական չտալ, մենք կարող ենք հասկանալ, որ քաղաքականությունը չի ճանաչում բարոյականություն կամ եւ այլն։ Կարող ենք մտածել, որ դա երկրին այնքան մեծ սպառնալիք էր, որ նրանք նույնիսկ պատրաստ են մի քանի հազար մարդ գնդակահարել, որպեսզի հանուն երկրի, ենթադրենք, դա իրենց գործն է, մենք կարող ենք գնահատական չտալ։ Եվ ես էլ քանի որ հավակնում եմ Հայաստանի Հանրապետությունում լուրջ քաղաքականությամբ զբաղվել, վաղն էլ այս մարդկանց հետ հնարավոր են հանդիպումներ, շփումներ եւ այլն, կփորձեմ կոռեկտության սահմաններում մնալ։ Բայց ուզում եմ ասեմ, որ նկատել ենք, էլի, ինձ չի որ չենք նկատել։ Այնպես որ չենք նկատել, որ մի քանի հազար քաղաքացիական մարդ սպանվել է միտինգների, բողոքի ցույցերի ժամանակ, նկատել ենք։ Ասենք մենք էլ այդպես զգայուն ազգ ենք։ Այսօր մարտի 1-ն է։ 2008 թվականի մարտի 1-ին 10 հոգի, թե 11,000 ներողություն չեմ հիշում, Երևանի փողոցներում սպանվեցին ցույցերի ժամանակ։ Դա մեր համար այնքան ծանր ու այնքան նշանակալի էր, որ մենք մինչև այսօր դա հիշում ենք։ Եվ մինչև այսօր էլ հիշում ենք, որ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Մենք դա հիշում ենք։ Բա մեզ համար ինչքան զգայուն է, եթե դա ոչ թե 10 հոգի են, այլ 100, 1000 եւ մի քանի հազար մարդ։ Ստույգ թիվն էլ ոչ ոք չգիտի։ Սրան հաջորդեց, խնդրեմ, ամերիկյան եւ իսրայելական հարվածը։ Հիմա արդյոք Ամերիկան Իրանում ներքաղաքական հարց չի լուծում, քանի որ այլ լծակներով կարծես թե չի կարողանում կամ հնարավոր չի, ինքստինքյան էլ Իրանը իր մեջ չի թարմանում, ինքստինքյան չի վերանայում ինքը իր համոզմունքները, մոտեցումները եւ այլն, բայց աշխարհն էլ առաջ է շարժվում, աշխարհը նույն տեղում չի մնում։ Արդյոք սա չէ նշանակում ներքաղաքական միջամտություն, որպեսզի Իրանում տեղի ունենա իշխանափոխություն, կուրսի փոփոխություն, արժե համակարգային եւ հասարակարգային փոփոխություն։ Արդյոք սա չի նշանակում։ Ավելին, դուք նկատեք թե ամռանը տեղի ունեցած օդային հարվածների ժամանակ, թե այս անգամ, ինչպիսի թիրախային հարվածներ են հասցնում։ Մարդուն իր ննջարանի մեջ հրթիռով պայթացնում են։ Մարդուն իր ննջարանի մեջ, այսպես դիպուկ, այսպես թիրախային հարված, սա բացառիկ ռազմական հզորություն եւ կարողություն եւ կազմակերպվածություն է պահանջում։ Բայց այսպիսի հարվածներ հասցնելու համար պետք է մարդիկ, այսինքն ամերիկացիները եւ Իսրայելը, ունենան լուրջ հետախուզական տվյալներ, այդ թվում իրանական իշխանությունների եւ ռազմական գործիչների շարքերում պիտի ունենան համակիրներ, պիտի ունենան մարդիկ, ովքեր կհաղորդեն,
որ ենթադրենք, այսինչ պաշտոնյան, գեներալը կամ այաթոլան, այսինչ սենյակից անցավ այսինչ սենյակ, այսինչ կաբինետից դուրս եկավ միջանց, պիտի հաղորդեն, մի տվյալ պիտի տան, այսինքն նրանք պիտի ներսում էլ ունենան, հիմա, ինչքան են իշխանությունները իրենց ժողովրդի վրա բեր դարձել, որ ամերիկացիներն ու Իսրայելը կարողանում են այսպիսի հետախուզական տվյալներ ստանան, տրամաբանորեն հենց ներսից, այսինքն ինչքան պիտի դու զզվացնես քո օգնականներին, ծառայողներին, աշխատողներին, համակիրներին, թիմակիցներին, որ նրանք թշնամուն ինֆորմացիա տան, որ մի կերպ պրծնեն այս վիճակից, սա տրամաբանորեն ենթադրում եմ, նման հետախուզական տվյալներ առանց ներսից ինֆորմացիայի քիչ հավանական է որպես թիրախային, հա, կոնկրետ այն սենյակում, որտեղ գտնվում է, այսպես ասած, հետաքրքրություն ներկայացնող անձը կոնկրետ այդ սենյակում, չգիտեմ քանի կամ տասնյակ կամ քանի կիլոմետրից հերթիրը գա ու ուղիղ մտնի այդ սենյակ։ Եվ մտածում եմ, որ միգուցե նաև ամերիկացիները վստահ են, որ Իրանում նրանք կունենան պարտներներ, գործընկերներ, ովքեր կիրացկանացնեն իշխանափոխություն, եթե այնպիսի լուրջ խոչընդոտ, ինչպիսին պահպանողականների եւ տասնյակ տարիներով արդեն անփոփոխելի գերագույն իշխանություն հանդիսանող անձանց ուրեմն ներկայությունն է, արկայությունն է, գործոնն է, եթե ամերիկացիները նրանց հանեն, ապա այն արդեն նորերը կկարողանան ինչ-որ բան փոխել։ Այստեղից բերում եմ այն հետևության, արդյոք սա ներքաղաքական պայքար չի Իրանում, որին կոպիտ ձևով մասնակցում է Միացյալ Նահանգները։ Արդյոք սա ներքաղաքական միջամտություն չի։ Տարբեր ուրիշ երկրներում Ամերիկան ուրիշ ձև գրանտներ է տալիս, քաղաքացիական հասարակությանն է ակտիվացնում, չգիտեմ, տարբեր կամպանիաների եւ ֆիրմաներ, չգիտեմ, ասենք, ինչ որ հասարակական կամ բիզնես տրամաբանությամբ գործունեություն են ծավալում, ինչ որ մի օր գլուխ են բարձրացնում, քանի որ Իրանում այլ տարբերակ չկա, անցել է ուղիղ կոնկրետ ուղիղ կոպիտ ռազմական միջամտության, որով լուծում է քաղաքական կուրսի փոփոխության հարցը։ Եթե սա այսպես է, ժողովուրդ ջան, միգուցե սա այսպես չի, բայց եթե սա այսպես է, ուրեմն սա պատերազմ չի նաև Իրանի համար, այլ ներքաղաքական գործընթաց, ներքաղաքական իշխանության պայքար, գաղափարախոսական պայքար, քաղաքական պայքարը ու Իրանի ներսում, որին դրսից աջակցում եւ միջամտում է Միացյալ Նահանգները։ Հələ եկեք այս կուրսից տային։ Եթե սա սենց է, ուրեմն այս պատերազմ չի ու հետեւաբար սա չի տևելու երկար անվերջ եւ այլն։ Որտեղ նման հարցադրում էլ կա։ Ինչքան կտևի էսի, կարող է սա շատ երկարի։ Իմ կարծիքով չի կարող սա շատ երկարի, որովհետեւ սա պատերազմ չի։ Մյուս հարցը Իրանը կմասնատվի թե չէ։ Գոնե այս փուլում կարծում եմ, որ ոչինչու։ Հիմա վերադառնամ Պակիստան, Աղվանստան, Բախումին։ Իրանը մասնատելու մի քանի ժողովուրդ կա, որոնք մի քանի պետություններում են ապրում։ Մեկը Թուրքիայի տիրույթում ապրող եւ Իրաքում ապրող քրդերն են, ազերիները Ադրբեջանում եւ էլի ժողովուրդներ, դե թուրքմենյան չեմ հաշվում, այնտեղից վտանգ չեմ պատկերացնում։ Աղվանստան եւ Պակիստան։ Թուրքիան բնականաբար Ամերիկայի հետ շատ զուսպ է, Իրաքը ըստ էության ամերիկյան ենթակայության տակ է, առնվազն քաղաքական, իսկ քրդերը ամերիկացիների գլխի վրայից չեն թռնի։ Այստեղից քրդերի հարցը լուծվավ։ Ադրբեջանն այդքան դուխ չունի, որ թռնի էլի ամերիկացիների գլխի վրայից։ Երևի թե Պակիստանի ու Աղվանստանի հետ ա եղել որոշակի անկանխատեսելի վիճակ, նրանց մեջ էլ պատերազմը գցել են, ակտիվացրել են, որպեսզի նրանք զբաղված լինեն իրենց սեփական գործերով, Իրանի վրա հարձակումների ֆոնին չառիթավորվեն։ Այսինքն հարձակումից առաջ Միացյալ Նահանգները ըստ երևույթին իրանական այդ ներքին առաջադեմների կամ պրագմատիկների թևին
երաշխավորել է, որ Իրանը չի կործանվի, չի փլուզվի եւ ինքը իր վրա է վերցնում Իրանի ամբողջականությունը պահելու գործառույթը։ Սա ենթադրում եմ, որ այդ նույն բանակցություններում, որտեղ աննախադեպ բաց եւ կառուցողական եւ ինչպես Օմանի արտգործնախարարն է ասել, կրեատիվ ստեղծագործ լուծումների են մարդիկ եկել, չի բացառվում հենց դա սա է նշանակում։ Այսպիսի մի բան են հասկացել, ասեն մենք հիմա ձեզով է խանգարում։ 5 արկերը մենք նրանց վերացնում ենք, ամերիկացիք միգուցե այսպես են ասել։ Մտածում եք, որ երկիրը կփլուզվի, Աղվանստանին ու Պակիստանին ընդեղ ենք զբաղացնում, Թուրքիան նեյտրալություն, Ադրբեջանը նեյտրալություն, քրդերին էլ կասենք խելոք կմնան։ Всё։ Գնացեք այդ ձեր կուրսի փոփոխությունն իրականացրեք։ Գնացեք ձեր իշխանափոխությունն արեք։ Սարգիսը Նիկողոսյան ասում է պատերազմ ինչ է, բա պատերազմը ո՞նց է լինում։ Տեսեք, եթե ուզենան իրոք Իրանին վնաս տան, ժողովուրդ ջան, մի քանի խոշոր կայաններ կան գազի եւ նավթի մշակման։ Դրանք վերացնում ես ու Իրանը խավարի մեջ, ասենք գիշեր է գալի ու ոչ միտեղ լույս չի վառվում։ Այս վիճակում է հայտնվում։ Եթե ուզենան դա կանեն, եթե նրանք կարողանում են այն ամենա բունկերում գտնվող անձին թիրախային ոչնչացնել, նրանք պատկերացնում եք ինչ ձևի վնասներ կարան հասցնեն։ Ավելի նույնիսկ ժողովուրդը պատերազմ, գիտի էլ որ պատերազմը։ Մի մասը դուրս է եկել փողոց, սքո թափորը, սքո միտինգը, ուրեմն ողբում է հոգևոր առաջնորդի մահը, մի մասը տոնում է էլի փողոցներում այդ նույն հոգևոր առաջնորդի մահը։ Ես տեսանյութերով եմ այս տպավորությունը ստացել։ Այսինքն համ գիտեմ, որ հարվածում են եւ այլն անկամ, համ մարդիկ արխային են։ Կոպիտ ասած գիտեմ, որ այդ իրանց չի վերաբերում, այդ պատերազմը իրանց դեմ չի, այնտեղ հատուկ մի քանի հոգի կան նրանց է ուղղված։ Սա թեզա, սա կարծիք է, սա մոտեցում է, մեկնաբանություն է։ Այսպես կամ սրան ճիշտ հակառակ մեկնաբանություններ, թեզեր եւ կարծիքներ էլ կարող են լինել։ Ոչինչ չի բացառվում։ Ես ոչ արտգործ նախարարությունում նստած գաղտնի պապկաները դիմացս դրած կամ հետախուզության, հակահետախուզության տվյալները ուսումնասիրած եմ խոսում, ոչ էլ ուղղակի այն բաց մամուլը, որ կա, դա ուսումնասիրելով խոսում եմ, ներկայացնում եմ եւ ասում եմ, ահա, այս աստիճան խորը պետքա նայենք կամ նաեւ այսպիսի թեզեր պետքա քննարկենք։ Որպեսզի լինենք ազգովի այնքան կազմակերպված ու այնքան լուրջ, որ արտաքին հարաբերություններում կարողանանք լուրջ գործընկերոջ տպավորություն թողենք, վստահություն ներշնչենք, որ ունենանք լուրջ դաշնակիցներ։ Միամիտ, պերաշկի ծամող, մաֆիոզի ցիլոյով, սենց ոչ ոք քեզ չի ընդունի լուրջ։ Ոչ ոք։ Դրա համար հղումը դրել եմ հենց վերնագրի մեջ, հիմնադիր կետը եմ, խնդրում եմ մտեք, ծանոթացեք, գրանցվեք, եթե կցանկանաք աջակցեք, ֆինանսապես։ Մենք այս նախաձեռնությունն անում ենք ամսի 14-ին, մարտի 14-ին, մեր հիմնադիր ազատակարգ կուսակցության հիմնադիր համագումարն է, աշխարհը սենց իրար է անցել։ Հիմա շարունակենք, մի հարկ էլ խորանանք եւ վերլուծենք այս ամեն ինչի հետ լուրջ կապված Հնդկաստանի վարչապետի այցը Իսրայել։ Ըստ իսրայելական մամուլի եւ այդ թվում միջազգային մամուլի քննարկվել է, խոսել են կամ հույս են ունեցել, որ առաջ կտանեն իսրայելական միջանցքի, այսպես ասած, մերձավոր արևելյան միջանցքի գաղափարը։ Հիմա ես քարտեզը ցույց չտամ, ուղղակի ասեմ, Հնդկաստանից հիմա նախատեսվում է, գիտեք, մի միջանցքը, դա հյուսիս-հարավ միջանցքը, որ Հնդկաստանից բեռները ծովով գալիս են Իրան, Իրանից գալիս են Հայաստան, Վրաստան, սև ծով, կամ Իրանից Թուրքիա, սև ծով, կամ Իրանից Ադրբեջան, Վրաստան, սև ծով։ Սա մի ճանապարհ, մեզ համար ամենից հարմարը, որ դա լիներ, հիմնականում երթուղին անցնի Հայաստանով, Վրաստան, սև ծով։
Սա հյուսիս-հարավ միջանցքն է, բայց Իսրայելը առաջարկում է մեկ այլ միջանցք, ասում է Հնդկաստանից եկեք ոչ թե Իրան, այնտեղ նավահանգիստ, այլ եկեք Էմիրատներ, Էմիրատներում նավահանգիստը կառուցվում է, Էմիրատներից ուղիղ ճանապարհով գնում են դեպի Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել, միջերկրական ծովով Եվրոպա։ Այսինքն հնդկական բեռները Իրանով, Հայաստանով կամ Թուրքիայով Սև ծովով տանելու փոխարեն Իսրայելը առաջարկում է հնդկական բեռները տանել արաբական աշխարհով Իսրայելով դեպի միջերկրական ծով եւ Եվրոպա։ Ահա բանակցությունների իսկ սա երկարաժամկետ ռազմավարություն է ու այստեղ կարևոր է Հնդկաստանը ոնց կվերաբերվի։ Այ Իսրայելին պետք է որ Հնդկաստանը այս ծրագրում համագործակցի, բայց դա պետք չի Իրանին։ Եվ ոչ միայն Իրանին, դա պետք չի նաև Թուրքիային, դա պետք չի նաև Ադրբեջանին, դա պետք չի նաև Վրաստանին եւ Հայաստանին։ Տեսակ ինչ նուրբ հարց կա։ Իսրայելը այս ամբողջ process-ների մեջ առաջարկում իր հարցերը, որպեսզի տրանսպորտային կոմունիկացիոն այդ մեծ պոտենցիալը, գիտեք, չէ, մեկնել իբրև թե չինական մեկ գոտի, մեկ ուղի ճանապարհը, որը իբրև թե մեծ օգուտներ պիտի տար անցնելով մեղրիով որպես Զանգեզուրի միջանցք։ Մեկնել այդ ճանապարհին հակակշիռ այսպիսի ճանապարհ Հնդկաստանի համար։ Իսրայելն է ուզում վերցնի։ Այստեղ հետաքրքիր է, որ Իսրայելի շահերին եւ արաբական աշխարհի շահերին կամ ավելի ճիշտ մեր շահերին դեմ է դուրս գալիս իսրայելական եւ արաբական աշխարհի շահերը։ Այստեղ մեր շահերը բախվում են եւ այստեղ Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը Իրանի հետ միասին նույն շահերի տիրույթում են։ Այստեղ այսպիսի հետաքրքիր դասավորվածք է ստացվում։ Մտներովդ կանցնի, որ այս կոմունիկացիան ուղիների մրցավազքում հանգարց Իրանը, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը պետքա համագործակցեն Հնդկաստանին համոզելու համար, որ Հնդկաստանը չանցնի Էմիրատներով, Սաուդյան Արաբիայով, Հորդանանով, Իսրայելով դեպի միջերկրական ծով, այլ անցնի Իրանով, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, այսպես զուգահեռ, այնտեղ Վրաստան դեպի Սև ծով անցնի։ Մտներովդ կանցներ։ Բայց սա եւս մի գործոն է, որի շուրջ հիմա Իրանի շուրջ Իսրայելի շահերն են սրանք էլ արդեն։ Ամերիկյան շահերի իշխանափոխություն Չինաստանի ազդեցությունից պոկի Իրանը եւ եթե հնարավոր է վերցնի իր ազդեցության տիրույթ կամ իր համար սարքի գործընկեր պոկելով Չինաստանից, որովհետեւ Ամերիկան Չինաստանի հետ մրցավազքի մեջ է։ Տեսա կգանք այդ մրցավազքին էլ կգանք։ Ահա Իսրայելի նպատակը սա է, բայց կարճաժամկետ կտրվածքում ինձ թվում է Իսրայելի վարչապետը Հնդկաստանի վարչապետի հետ քննարկել են Իրանում գոյություն ունեցող հնդկական նավահանգստի եւ հնդկական բեռների կոմունիկացիայի հարցը, որ մենք պատրաստվում ենք, ենթադրենք, ես այդպես կարծում եմ, որ Իսրայելի վարչապետը զգուշացրել է, որ մենք հարվածելու ենք Իրանին, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ անհոգ եղեք, ձեր նավահանգստին մենք չենք դիպչի եւ ձեր ապրանքներին եւ ձեր բեռներին մենք չենք դիպչի, ուղղակի զգուշ եղեք, մի քանի օր համբերեք, մինչեւ այս գալմաղալը կանցնի, այսպես ասած։ Սա էլի նախապատրաստական 2 օր, մինչև ամսի 28-ին կհարվածեին արդեն օդային հարվածներ կհասցնեին Իրանին։ Եվ մի ավելի ուճուր հատված էլ գլոբալ, ավելի մեծ ու կարևոր, դա Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև մրցակցությունն է, եթե ոչ հակամարտությունը, Ռուսաստանը այստեղ այդքան էական չի, դրա համար հիմա Ռուսաստանի մասին չեմ խոսա, որտեղ այս հարցերում Ռուսաստանը ռեսուրս չունի որպես լուրջ խաղացող միանալու։ Ռուսաստանը ուրիշ գծի վրա է աշխատում։ Հա, այդպես եմ կարծում։ Տեսեք, Միացյալ Նահանգների եւ Չինաստանի մեջ լուրջ մրցավազք կա, հատկապես տեխնոլոգիական,
որտեղ այսօրվա դրությամբ հաղթում է իհարկե Միացյալ Նահանգները, միգուցե վաղն էլ լինի հաղթող, բայց միգուցե ոչ այնքան կարողանա հետ թողնել Չինաստանին, որ իր հեգեմոնիան իրականացնի աշխարհով մեկ։ Միգուցե Չինաստանը իրոք կարողանա նրանց զարգացվածության տարբերությունը այնպես կրճատել, որ Ամերիկայի հեգեմոն լինելը մեծ հարցականի տակ լինի։ Սկսած ամերիկյան դոլարի, ուրեմն հիմնական վալյուտա աշխարհում լինելուց վերջացած ռազմական եւ քաղաքական ուրեմն գերակայությամբ։ Եվ ստեղ շատ կարևոր է հիմա ինչ եմ ուզում ասել։ Վաղվա խնդիրը 5-10 տարի հետո, այսա արդեն մեր, այսպես ասած, ներքաղաքական, կուսակցական առաջարկն է։ Վաղվա խնդիրը դա տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային միջոցների, հաշվողական միջոցների զարգացման աստիճանը որ երկրում ինչքան կլինի, որ երկիրը ինչքան կօգտվի դրանից եւ ինչքանով իր թե մտավոր, թե ոչ մտավոր արտադրանքը կներկայացնի աշխարհին։ Սա լուրջ է։ Նրանք ովքեր ու այս տեխնոլոգիաները կրկնում եմ, տեխնոլոգիական այս զարգացումը բերելու է մի շարք մասնագիտությունների լուրջ տրանսֆորմացիաների, եթե ոչ վերացման։ Սա բերելու է կրթական, հետ բուհական կրթության բոլորովին նոր պահանջների առաջադրման։ Սա բերելու է բուհական կրթության նոր պահանջների առաջադրման։ Այսօր ինստիտուտ ընդունվող երեխեքը միգուցե 5 տարի հետո ավարտեն ինստիտուտը մի մասնագիտությամբ, որը այլևս գոյություն չունի։ Այսինքն այսօր ընդունվում են մի մասնագիտությամբ, որը միգուցե 5 տարի հետո այլևս գոյություն չունենա։ Աշխարհը նման տեղաշարժեր ապրել է։ Սրա հարցը ոնց է պետք լուծել, կառաջարկեմ։ Հիմա այսօր դրա մասին չենք խոսում։ Լուծումը կներկայացնեմ, այսօր դրա մասին չեն խոսում։ Բայց ամբողջ աշխարհը գնում է տեղեկատվական, տեխնոլոգիական այս զարգացման հետևից։ Նրանք, ովքեր կգնան առաջանցիկ քայլերով, նրանք կունենան զարգացում եւ մրցակցության մեջ հետ կթողնեն հարևաններին եւ այլոց։ Նրանք, ովքեր պահպանողականությունը կընտրեն, ինչպես Իրանն է ընտրել, ովքեր պահպանողականությունը կընտրեն, միգուցե խուսափեն լրջագույն տնտեսական կամ չգիտեմ ինչ ցնցումներից, քաղաքական ցնցումներից, միգուցե ձեռք բերեն պետական, քաղաքական եւ որոշ առումով աղքատ տնտեսական կայունություն։ Բայց վերջ առաջ գալու է այս օրը, երբ որ մի երկիր առանց քո կարծիքը հարցնելու ուղղակի ավիահարվածներով, իսկ 5-10 տարի հետո կարող է լրիվ ուրիշ տեխնոլոգիաներ լինեն, զենքերի իրա, բայց նույնն է, տեխնոլոգիաները ինչքան փոխվեն, վերջը սպանելու համար է, այդ անելու։ Այսինքն չես կարող քեզ մեկուսացնես աշխարհից, ասես ես հետամնացության մեջ կայունություն կապահովեմ։ Սա մեր երկրի առաջ դրած է, մեր ժողովրդի առաջ է դրած, որտեղ մեր ժողովուրդը հազար ներողություն, գոնե նրա մի զգալի մասը խիստ հետամնաց, ինտերնետից օգտվելը դեռ զարգացվածության նշան չի։ Քաղաքականապես հետամնաց պետական համակարգերի, գրեթե բոլոր համակարգերի առումով էլ։ Բացի մեր ընտանեկան, սոցիալական մի շարք ինստիտուտներից, մնացած առումներով մենք ըստ էության հետամնաց ենք։ Այդ սոցիալական մի շարք ինստիտուտներում էլ խի ենք մենք կայացած ու լավը, որովհետև այդ զարգացվածությունը այդքան էլ օգուտ չի տալի, հակառակը կարող է վնասի, կոպիտ ասեմ։ Այսինքն մի կին մի տղամարդ իրար հետ ապրելը, այդ այդպես ունիվերսալ բան է, 5000 տարի էլ անցնի, մի կին մի տղամարդ իրար հետ ապրելը ունիվերսալ բան է, պետք չի դրան ձեռք տալ։ Երեխեք ունենալը, դրան պետք չի ձեռք տալ։ Երեխեքին մեծացնելը, դրան պետք չի ձեռք տալ։ Այդ մեր մոտ լավ է ստացվում։ Դարերով, հազարամյակներով կոփվել ենք, թրծվել ենք, զարգացել ենք։ Բայց այն ամեն ինչը քաղաքակրթական բոլորովին այլ մակարդակ է պահանջում, մենք այդ հարցերում կամ ձախողում ենք կամ կաղում ենք։ Լուրջ հետ ենք մնում։ Եվ ոչ մեր այսօրվա իշխանությունները, ոչ նրանց մրցակից ռուսամետ կամ ռուսական ծագում ունեցող ընդդիմությունը, ոչ էլ առավել եւս արևմուտքի վրա հույսը դրած մեր մուֆտջի գոլեգաները, որոնք մտածում են արևմուտքը գա մեր համար
անվտանգություն, բանակ, տեխնոլոգիա, ամեն ինչ կանի։ Մարդկա դաժե ասում էր կգա արևմուտքը մեզ զուգարանից օգտվել կսովորի։ Ահա ոչ էլ նրանք այս 5-10 տարվա խնդիրը չեն տեսնում ու նրանք այս հարցը լուծող չեն։ Մեջը քյար եղավ ընդհանրապես լուծող չեն, անձնական քյար։ Նրանք այս հարցը լուծող չեն։ Եվ այս Չինաստան, Ամերիկա, Եվրոպա, Եվրամիություն, կանդրադառնամ, ամեն մեկը մի ճանապարհ է որդեգրե առաջիկա 5-10 տարին եւ եկող մարտահրավերները հաղթահարելու համար։ Ամեն մեկը այս 3 մոդել կա այս պահին աշխարհում, ովքեր պատրաստվում են ապագային։ Բացի այս 3 կենտրոններից Միացյալ Նահանգներ, Չինաստան, Եվրամիություն։ Իմ դիտարկումով որևիցե երրորդ մեկը ապագային չի պատրաստվում։ Խոշոր, ստրատեգիական յուրահատուկ ուղի ընտրած այս 3 մոտեցումները կան։ Եվ մենք այս ամեն ինչը պիտի հասկանանք եւ մենք էլ մեր հերթին պատրաստվենք։ Եվ մեր արտաքին քաղաքականությունը այս սրա հիման վրա պետքա տանենք։ Այս խնդիրներից ելնելով պիտի պլանավորենք։ Դրա համար ես չեմ շտապի որևիցե մեկին հիմա բալ է տանել, բայց ուզում եմ ասել, որ մեկուսանալը եւ հետ մնալը հարցի լուծում չի։ Այն ուղին, որ մենք ենք ընտրել, սա ընդհանրապես ոչ մի բանի մասին է։ Այս ինքնահոս է, էլի սա։ Սա ոչ մի բանի մասին է, սա ուղի չի, սա ընտրություն չի։ Սա տարերք է։ Անձրևի պես բան, երբ կգա, կարկուտը, ձունը, երբ կգա, չոր կլինի, չոր չի։ Սրա մեջ ընդհանրապես չկա կազմակերպում։ Այն ինչ մենք ենք այսօր անում։ Պիտի պատրաստվենք դրան։ Եվ կարծում եմ Իրանը հույս ունենամ, որ կբացվի, կնայի առաջ ու կպատրաստվի ապագային, ոչ թե անցյալին կարճած, այսպես կշարունակի հաղթահարել քաղաքականապես եւ գոնե տնտեսապես հետ մնալու այս պայքարում։ Վերջիչ առաջինն է, էլի, իր կարողությունների, իր ռեսուրսների, իր ժողովրդի, իր տաղանդի համեմատ վերջից առաջինն է։ Հույս ունենամ, որ բան կփոխվի։ Սա իմ անձնական կարծիքն է։ Հույս ունենամ, որ բան կփոխվի։ Եվ դա Հայաստանի համար ըստ էության կլինի լավագույն լուծումը։ Եթե մեր շահերից դիտարկենք, մեզ հետաքրքիր է տնտեսապես հզոր, քաղաքականապես բաց, ճկուն, պետական համակարգերի առումով մեծ լեգիտիմություն ունեցող Իրան։ Մեզ տենց է պետք։ Մեզ որպես հարևան պետք է առողջ եւ լիարժեք Իրան։ Մեզ տենց է պետք։ Մեզ պետք չի հիվանդ, աղքատ, թշնամիներով շրջապատված, անվերջ սպառնալիքների ու սանկցիաների տակ, մեզ այդպիսի հարևան, այսինքն ունենք այն ինչ ունենք, մեզ լավ է, որ այդպես չլինի մեր հարևանի վիճակը, հա, տենց աս։ Լավ կլինի, որ մեր հարևանը այդ վիճակում չլինի, դա մեզ պետք չի։ Թերևս այսքանը, խնդրում եմ, անցեք հիմնադիր.am կայք, ծանոթացեք, աջակցեք, բաժանորդագրվեք, մի խոսքով, այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։